Ծրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Արդին է եւ այսօր իմ հյուրն է երգահան կատարող կոմպոզիտոր Գայանե Թադևոսյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում Գայանե ջան։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Ինչի մասին ես դու Գայանե։ Ինչի մասին եմ ես։ Հավանաբար թռիչքի, ազատության, ինչ որ սիրուն մեղեդիների, որովհետև ես մտածում եմ, որ եթե հնարավորություն ունենայի, անպայման թռչունեի ծնվելու։ Ինչ գեղեցիկ է։ Գայանե, վերջերս ապարանում քո ծննդավայրում Հարմոնիա երգչախմբի հետ քո հեղինական երգը կատարեցիր։ Կպատմես ինչպես ստեղծվեց այդ համագործակցությունը։ Հարմոնիա, ավելի ճիշտ Արմոնիա, խմբի գեղարվեստական ղեկավարի Արմինեի անունով, Արմինե Քոչարյանը շուրջ 2 տարի ստեղծել է Արմոնիա նվագախումբը ու երգչախումբը, ու իրենք մեծ համերգներ են ունենում, խմբում 4-ից մինչև 45 տարեկան անդամներ են, երաժիշտներ եւ ուղակի սիրողական երաժշտությամբ զբաղվողներ, ու առաջարկը հենց Արմինեից ստացա, ցույց տվեցի իմ հեղինակային երգը, հավանեցին ու անցանք գործի, ինձ համար պարտավորեցնող էր այն, որ երգելու էի ոչ միայն իմ հեղինակային երգը, այլ նաև երգելու էի ապարանում երկար տարիներ անց։ Շատ հուզիչ պատմություն է Գայանե։ Հեղինակային երգեր, մրցույթներ, հաղթանակներ, ինձ հետաքրքիր է, ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրը կամ այսպես ասած հաջողության գրավականը, ո՞րն է։ Ոգեշնչման աղբյուրը մարդիկ են, աշխարհը, այն բոլոր զգացմունքները, որոնք կան մեր ներսում, իսկ հաջողության գրավականը կարծում եմ մեծ աշխատասիրությունը, որովհետև ես ծանրաբեռնված աշխատանքից հետո անգամ շտապում եմ իմ ստեղծագործական կյանքին։ Ես հիշում եմ քո ստեղծագործություններից առավել սիրված Սամոհոպար ստեղծագործությունը, որը որ դու չէիր էլ պլանավորել, որ պետք է Սամոհոպար երգը ծնվի, ինչպես ստացվեց, ինչպես ծնվեց, այդ երգը։ Անկեղծորեն չէի ցանկանա, որ ինձ ասոցացնեին Սամոհոպար երգի հետ, որովհետև ավելի արժեքավոր գործեր ունեմ ստեղծած, բայց ունենք այն ինչ ունենք, որովհետև Սամոհոպար երգը ուղակի կատակով գրելուց հետո մեծ արձագանք ստացավ, մեծ դիտումներ հավաքեց, հորեղբորս պնդումով ես պետք է իր մասին անպայման երգ գրեի, շուրջ 10 տարի ինձ համոզում էր, ստիպում էր, որ երգ գրեմ, ու երգը հենց դրա մասին է, ինչպես է նա ինձ համոզում, որ ստեղծվի այդ երգը։ Հիմա կկատարեմ, ինքներդ կլսեք։ Մեծ սիրով։ Ես ունեմ մի հորեղբայր, ով ասում էր անդադար երգրիր ինձ համար, Գայուշ ջան։ Ես փախչում էի անընդհատ ու հարցնում էի զարմացած, ինչ գրեմ քո մասին, այ հոպար, տես գրել եմ քեզ համար, ես մի երգ, դու սպասում էր այս պահին, տարիներ, դու բարի ես անսահման, աչքիս հենց քեզ եմ ես նման, ինչ լավն ենք մենք ախր, Սամոհոպար, 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 Գայանե ջան, ինձ ահավոր հետաքրքիր է, դու քո ամենագեղեցիկ գործերը ստեղծել ես երջանիկ ժամանակ, թե այն ժամանակ, երբ որ քո ներսում ինչ-որ մի կարևոր բան փլվում էր։ Ավելի շատ այն ժամանակ, երբ որ մուսան է գալիս, իսկ մուսան ժամանակ չի հարցնում, այսինքն եւ երջանիկ եւ տխուր պահերին ինձ հյուր է գալիս եւ ստեղծվում են իմ ամենագեղեցիկ ստեղծագործությունները։ Իսկ դու ստեղծում ես, որովհետեւ ինքդ քեզ ապացուցելու բան ունես, թե աշխարհին ապացուցելու բան ունես։ Իրականում ոչ մեկը ոչ մյուսը, ես ստեղծում եմ առաջին հերթին ինքս ինձ ու իմ հոգին բուժելու համար, քանի որ հստակ գիտեմ ով եմ ես, ուր եմ գնում եւ ինչ ցանկություններ ունեմ, եւ կարելի է ասել իմ ստեղծագործությունները իմ հոգու արտացոլանքն են, որը հասնում է աշխարհին նաեւ։ Քանի որ ես երկար ժամանակ է ինչ ծանոթ եմ քո գործունեությանը, ես նաև գիտեմ, որ դու պատմում էիր երգերիդ մեծ մասը երաժշտություն, տեքստ, դու երազների մեջ ես տեսնում, լսում, կա այդպիսի երգ, որը որ հենց ստեղծվել է քո երազի հետ կապված։
Այդ երգերը իրականում շատ են, այո, իմ երազները ժամանակագրական հաջորդականությամբ իրականանում են ու երգերից մեծ մասն էլ հենց այդ տարբերակով եմ տեսել ու լսել։ Մի երգ ունեմ, որը շատ եմ սիրում ու այսօր դուք նույնպես կլսեք, պրեմիերա է լինելու, Փոխվել եմ հոգիս կոչվում է, եւ դա ես լսել ու տեսել եմ երազումս, որ մեծ բեմում երգում եմ, տարիներ անց ոչ միայն երգը ստեղծվեց, այլ նաեւ նույն բեմում ես կատարեցի այդ երգը։ Որպես ստեղծագործող ինչ ես կարծում, ստեղծագործողի համար որն է ավելի վտանգավոր, շատ զգալը, շատ ապրված մնալը մարդկանց կողմից, թե ավելի շատ մտածելը։ Վտանգավորության առումով կարող են երեքն էլ վտանգավոր լինել, դա գործիք է, որը պետք է ճիշտ օգտագործես, եթե գիտես ստեղծագործել։ Ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր է զգալով ստեղծագործելը, երբեք չեմ մտածում ու ինձ համար շատ կարևոր է արտահայտել այն, ինչը զգում են սիրտս ու հոգիս։ Քեզ այսօր բացահայտելու օր է Գայանե եւ նաև ուզում եմ նշել, որ գրող ես, ես հիշում եմ, որ շատ հին անցյալում դու ունես գիրք տպագրված եւ դու սկսել ես քո առաջին քայլերը գրելուց 20 օրինակ էր տպագրվել քո 300 Այո, եւ մեծ ինֆորմացիա գիտեի։ Շնորհանդես ունեցանք Սփյուռքի նախարարությունում համահեղինակային գիրքեր, ես Գաբրիել Փանոսյանը եւ իմ ընկերուհին Մերի Բադալյանը ստեղծեցինք պատկերագիրք եւ շատ մեծ շնորհանդես էր ու դա իմ կյանքի առաջին ձեռքբերումներից էր։ Գրքում տեղ են գտել իմ չափածո, ինչպես նաև արձակ ստեղծագործությունները եւ այո, առաջ շատ ես հենց դրա մեջ էի կենտրոնացած, հետո նոր շեղվեցի արդեն երգերաշտություն, հիմա գուցե ինձ վերագտնեմ նորից։ Իսկ եթե շատ խնդրեմ, կկարդաս ինչ-որ քո ստեղծագործություններից մեկը, որովհետև ես գիտեմ, որ դա քո մոտ շատ լավ է ստացվում եւ քո հետևորդները անընդհատ քեզնից գիրք են պահանջում։ Այո, ավելի շատ հումորային գիրք են պահանջում, որովհետև վերջերս միայն իմ հումորային ձեռագրին են ծանոթանում։ Ամեն դեպքում ես ձեզ համար կկարդամ մի բանաստեղծություն, որը հենց տպագրվել է Լույսը խավարում գրքում, ինքը տարիներ առաջ է գրվել, բայց ներկայումս էլ իմ հոգեվիճակին համապատասխան է ու շատ մեծ արձագանքներ էր ստացել ժամանակին, հուսամ կհավանեք։ Հիմա կարդամ։ Սիրով լսում ենք ձեզ, Գայանե Թադևոսյան։ Ուղղակի թույլ տվեք կարդալ, որովհետև չեմ հիշում։ Իհարկե թույլ ենք տալիս։ Բանաստեղծությունը կոչվում է Եսը չկորցնելու մի բանաձև։ Եթե գա մի օր, որ քո ժպիտը չար մարդիկ խեղտենթաց արցունքներով, դու մի չարացիր, մի պատասխանիր նրանց նույն ձևով։ Ուղղակի հիշիր, մարդիկ դատվում են իրենց գործերով։ Եթե գա մի օր, որ ընկերներդ իրենց ձեռքերով քեզ հրեն կրակ նայրող ու տանջող, դու մի մեղադրիր։ Միայն հասկացիր, որ դու այրվում ես խելքիդ պատճառով։ Եթե գա մի օր, որ քեզ զրպարտեն, անտեղի տեղը քեզ վիրավորեն, դու մի արտասվիր։ Միայն իմացիր, որ ամեն մեկը քեզ զրպարտելիս իր սրտի, հոգու հասցեն է տալիս։ Ուղղակի ներիր այն վախկոտներին, որ մի վայրկյանում քեզ չեզոքացրին։ Նրանք մեղք չունեն, որ վախի պահին փրկելու համար իրենց կեղծ մորթին պատրաստ են անգամ սեփական հոգին վաճառքի հանել ստին, կեղծիքին։ Ու հեռու մնա այն հիմարներից, ովքեր տողեր են գտնում գրքերից, անկիր են անում սկզբից, մեջտեղից, մի երկու բառ էլ գցելով վերջից սկսում են խոսել կյանքից, աշխարից, մինչդեռ պայթում են դատարկությունից։ Այսքանից հետո մի բան էլ հիշիր, երբեք չփախչես քո էությունից, ինչպես որ առաջ, այնպես էլ հիմա, աշխարհին նայիր քո պատուհանից։ Ինձ մոտ նոստալգիա է, որովհետև ես հիշում եմ, որ ես Արցախում գտել եմ հենց այս բանաստեղծությունը եւ հենց այս բանաստեղծությունն է ինձ կապել քեզ հետ։ Գայանե, բազմաձայնության մասին մի քիչ խոսենք։ Բազմաձայնությունը քո կյանքում դեռևս երգչախմբերից էր, ես գիտեմ, որ երգչախմբերում ես երգել, հետո ծնվեցին քո 5 Գայանեները, հա, այսպես ասած, քո alter ego-ները։ Հաշտ ես իրենց հետ, նրանք քեզ չեն խանգարում քո ներքին տարբեր եսերը։ Շատ
Շատ ուրախ եմ, որ ինձ կապում են բազմաձայնության հետ, կարելի ասել բազմաձայնությունն ու ես հոմանիշներ ենք դարձել, ու ես էլ չգիտեմ ինչպես ստեղծվեցին 5 գայանեները եւ այո, իրենք իմ ալտեր էգոներն են։ Գայանեներից մեկը այս վերջերս երազում էր ջութակ նվագել սովորել ու սովորեց, երկրորդը ուզում էր գիտար նվագել, նվագում է, երրորդը դաշնամուր է նվագում, երգում է, չորրորդը բազմաձայնություններ է ստեղծում, գրում է, իսկ հինգերորդը ես եմ, որը պարզապես աշխատում է, որ ֆինանսապես հասցնի մնացածին։ Շատ հետաքրքիր է։ Փաստորեն եւ ընկերացած եք, եւ հաշտ եք, եւ ներդաշնակ եք։ Այո, շատ հաշտ ենք ու ներդաշնակ։ Իսկ իսկական գայանեն, հա, 5-րդը, իրեն ներքուստ ինքնավստահ եւ կայացած է համարում, թե երբ քեզ ծափ են տալիս բեմից, դու մտածում ես, որ ես կարող եի ավելի լավը լինել այսօր։ Իմ առաջին քննադատը ես ինքս եմ։ Իհարկե պահեր շատ են եղել, որ եղել եմ ինքնավստահ, ես հիմա էլ շատ ինքնավստահ եմ ինձ համարում, բայց երբ բեմի վրա ծափեր եմ ստանում ու հասկանում եմ, որ իմ ելույթը այնքան էլ իմ սրտով չի եղել, ես դրանից չեմ ոգևորվում։ Շատ ինքնակնդադատ ես, այո։ Իսկ գուցե նոր երգեր են սպասվում մեզ, կիսվիր մեզ ուրախացնող։ Նոր երգեր, նոր համագործակցություններ անպայման սպասվում են, ուղղակի այնքան շատ են, որ ժամանակագրական հաջորդականությունը չեմ կարող նշել, ամեն դեպքում սպասեք ստեղծագործական լիքը նորությունների։ Ինձ մոտ տպավորություն է, որ Աստված տաղանդ բաժանելուց կենտրոնացել է ձեր վրա գայանը։ Շնորհակալ եմ։ Եվ այսօրվա ամենավերջին եւ ամենահետաքրքիր հարցը, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր վստահ չեն իրենց ուժերի մեջ, բայց նայելով քեզ, տեսնելով քեզ, ոգեշնչվում են քեզնից եւ ուզում են համարձակվել, քայլ անել։ Այս դեպքերում ես մի շատ կարևոր բան եմ ասում, ես ունեմ երկու նորություն, լավ ու վատ։ Վատ նորությունն այն է, որ 100 տարի հետո մենք եւ մեր շրջապատող մարդիկ չենք լինելու։ Լավ լուրն այն է, որ հենց այդ իսկ պատճառով մենք ժամանակ չունենք ապրել վախերով, հետաձգումներով, այնպես որ պետք է սկսենք, պետք է ստեղծագործենք, շարունակենք, ընկնելու դեպքում վեր բարձրանանք, որովհետև մեզ ընդամենը մեկ շանս է տրված ապրելու ու ուզում եմ, որ իրենք լինեն իրենց լավագույն տեսակը, չվախենալով ապրել այն կյանքը, որը իրենց տրվել է։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ես վստահ եմ, որ Գայանեի խորհրդին դուք կհետևեք եւ կգնաք ձեր երազանքների հետևից, որովհետեւ հենց այս պահին մեր դիմաց նստած այս ճգնաղ աղջիկը ապացուցում է, որ երազանքները իրականանում են։ Շնորհակալ եմ այս անկեղծ զրույցի համար եւ սպասում եմ ամենագեղեցիկ արվեստոտ նորություններին Գայանե։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ եւ որոշել եմ այսօր, փոխվել եմ հոգիս երգը ձեզ համար պրեմիերա անել, հուսամ կհավանեք։ Ինչ մեծ պատիվ, իհարկե կհավանենք, շնորհակալ ենք շատ։ Դե ինչ սիրելի հետևորդներ, լսենք Գայանե Թադևոսյանի նոր երգը, իսկ մենք կհանդիպենք։ Ծանր լռությունում մի պատուհան Ես փնտրում եմ ինձ, բայց ես էլ չկամ Էլ ոչինչ չկա լոկ մի պատուհան Որ դարձել է իմ անցյալի վկան Փոխվել եմ հոգիս, ես շատ եմ փոխվել Ես սովորել եմ սրտին հարմարվել Որ էլ քո ծրտից սիրտս չդողա Փոխվել եմ հոգիս, փոխվել եմ հիմա Էլ ինձ այն չտաս, որ էլ չարթնանամ Ակնթարթ եմ ես թող որ հեռանամ Փոխվել
շատ եմ փոխվել Ես սովորել եմ ցրտին հարմարվել Փոխվել եմ հոգիս Ես շատ եմ փոխվել Ես սովորել եմ ցրտին հարմարվել Որել քո ցրտից սիրտը շտողա Փոխվել եմ հոգիս, փոխվել եմ հիմա Ծանր լռություն ու մի պատուհան Ես փնտրում եմ ինձ, բայց ես էլ